Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Կոդքասթի հերթական թողարկումն է։ Մեզ հետ է այսօր մի մարդ, ով ոչ միայն մեծ հաջողություններ է գրանցել տեխնոլոգիական ոլորտում, այլ նաև առաջնորդության օրինակ է շատերի համար։ Իմ հյուրն այսօր Գայանե Առաքելյանն է, Digital Pomegranate ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ Բարև ձեզ Գայանե ջան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ քեզ հանդիպել այստեղ ու շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Թեմաները, որ այսօր առանձնացրել եմ ու կուզեի մենք մի փոքր իրար զրուցեինք, դրանք հիմնականում առաջնորդության մասին են, տեխնոլոգիական ոլորտի ընկերություն ղեկավարելու, հա, այսպես ասած, կանանց դերը տեխնոլոգիական ոլորտում ու մի փոքր այնպես կառուցենք մեր խոսքը, որ կարողանանք խորհուրդներ տալ նաև այն մարդկանց ու հատկապես կանանց, ովքեր որ հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով ու ուզում են իրենց առաջին քայլերը անել։ Շատերը կարծում են, որ առաջնորդ դառնալը պահանջում է ինչ-որ հատուկ հմտություններ, բայց իմ կարծիքով նաև շատ կարևոր է սրտից եկող կանչը ու այստեղ դեպքեր են լինում շատ հաճախ, որ առաջնորդության այդ ճանապարհը լինում է պատահական կամ ոգեշնչվում է ինչ-որ տարբեր իրադարձություններից, ենթադրենք ինչ-որ մեկը ոգեշնչվում է իր ուսուցչից, ինչ-որ մեկը գրքերից, ինչ-որ մեկը տեխնոլոգիական ինչ-որ նորարարություններից կամ ինչ-որ մեկից։ Ուզեի իմանալ քո դեպքում ոնց է եղել, ոնց է այդ առաջին քայլերը եղել, ինչից ես ոգեշնչվել ու ոնց ես հայտնվել տեխնոլոգիական ոլորտում։ Շնորհակալ եմ հարցի համար, բազմակողմանի քննարկում պարունակող հարց է, պատասխանը միանշանակ չէ, չկա մի հատ երևույթ կամ մի մարդ, որ ասեմ, այս կետից ես սկսեցի մտածել, որ IT եմ մուտք գործելու կամ ղեկավարել եմ ընկերություն, առաջնորդությունը ինձ թվում է փոքր տարիքից երեխաների մեջ հնարավոր է նկատել են երեխաներին, ովքեր սիրում են բակում հանդեսներ կազմակերպել, բեմից չիջնել, այսինքն սիրում են ուշադրություն ու դրանից ավելի են ոգևորվում, ինձ այդպիսին են բնութագրում, դրա համար ես կարծում եմ, որ դա ավելի շատ բնավորության եւ մարդու տեսակ է եւ կամաց ճիշտ հմտություններ սովորելով եւ ճիշտ միջավայրում լինելով կարողանում ես այդ առաջնորդության գծերը զարգացնել քո մեջ, հասկանալ որտեղ են քո թերությունները եւ բարելավել։ IT ոլորտ մուտքս եղել է երբ ես դեռ ուսանող էի Երևանի պետական համալսարանում, երրորդ կուրսում էի, անչափ ձանձրանում էի իմ կրթությունից եւ տարբերակներ շատ չունեի ինչ որ տեղ աշխատելու, հա։ Որ բաժինն էիր։ Ես միջմշակութային հաղորդակցություն բաժինն եմ ավարտել Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետի։ Ես չէի ուզում դառնալ լեզվաբան, չէի ուզում լինել ուսուցիչ անգլերենի, չէի ուզում լինել թարգմանիչ ու այն տարբերակով, որ Գյումրիից գնում ես ուսանող ես, պիտի Երևանում սովորես, հա, այդ ստանդարտ կյանքով ոնց որ ապրող ուսանող էի ու ահա որ ձանձրալի էր, բայց ասեմ, որ փոքր տարիքից ես եղել եմ հեռուստատեսության մեջ եւ եղբայրս 1990-ականներին հիմնադրել է Հայաստանի առաջին անկախ հեռուստատեսությունը եւ մեր բոլորիս կյանքը հեռուստատեսության, լրագրության, ժուրնալիստիկայի շղթայված է եղել ու ես միշտ սիրել եմ այդ ոլորտը, բայց նա ինձ խորհուրդ էր տալիս, որ պետք չի կրթության համար գնալ ժուրնալիստիկայի ֆակուլտետ, դու որոշ հմտություններ ունես, ավելի լավ է ուրիշ մասնագիտություն ուսումնասիրի, հետո կփորձես համատեղել։ Մի խոսքով շատ պատահական ընկերուհիս ինձ ուղարկում է վերապատրաստման կուրս IT լրագրողների, հա, ՏՏ լրագրողների 2011-12 թվականներին, այդ ժամանակ եղբայրս սովորում էր կիրառական բաժնում, ապակա ծրագրավորող էր ու ես միշտ հարցնում եմ, էլի ինչ եք անում, ոնց եք կարողանում այդ ամեն ինչ ավտոմատացնել, իմ համար մի հատ շատ ոչ պարզ ոլորտ էր IT-ին, մի խոսքով որ հանդիպեցի այդ տրեյնինգին, հասկացա, որ կա ոլորտ, որ Հայաստանում զարգանում է, այդ ժամանակ նոր ստեղծվում էր UAT-ին, հայն ամենամեծ հայկական ընկերությունները նույն Pixar-ը, մյուսը նոր առաջին քայլերն էին անում ու ես զգացի, որ փաստորեն կա ոլորտ, ինդուստրիա, որ այդ ճյուղը զարգանում է, աճում է եւ կա դա լուսաբանող լրագրողների կարիք, որպեսզի հասարակությունը իմանա, մարդիկ իմանան, մասնակցեցի այդ վերապատրաստմանը ու հենց այդ վերապատրաստման շրջանակներում ես հանդիպեցի իմ ներկայիս գործընկերներին, ովքեր Հայաստանում փնտրում էին կադրեր, ում հետ կարողանային համագործակցել ու ասեմ, որ վերապատրաստման շրջանակներում ու հաջորդ 6 ամսվա ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել 20 տարեկանում հանդիպել Հայաստանի լավագույն այն ժամանակվա ՏՏ ընկերությունների ղեկավարներին, ստարտափերներին, հիմնադիրներին, իրենց հետ հարցազրույցներ ունենալ, լուսաբանումներ անել, որովհետև ավելի շատ լրագրության, հա, ուղղության մեջ էր իմ աշխատանքը կայանում
հնարավորություն եմ ունեցել թարգմանել հոդվածներ արտասահմանյան լավագույն հեղինակներից, բերել հայկական իրականություն, հասկանալ ինչ տրենդներ են դրսում, ՏՏ տրենդներ, հասկանալ Հայաստանում ինչ ունենք, որ պիտի ներկայացնենք աշխարհին, ու դա ինձ հնարավորություն տվեց ոլորտը ներսից տեսնել, ու ես որոշեցի, որ ինչ գծով էլ շարունակեմ իմ մասնագիտությունն աշխատանք, ես անպայման լինելու եմ IT-ում, որովհետև բացահայտել էի մի հատ աշխարհ, որը որ մինչ այդ ինձ համար անհասկանալի ու անհասանելի էր։ Այսինքն այդտեղ մի հատ sense հետաքրքիր եզրահանգում կարող եմ անել, որ էական չի կոնկրետ ինչ ուղղությամբ, բայց ոլորտը եթե հետաքրքիր է, տեսեք օրինակ Գայանեն, հա, գնացել է IT լրագրության, այնտեղ networking-ա ձեռք բերել, որտեղից սկսել է իր ճանապարհը IT-ում։ Հիմա ինքը լրագրությամբ չի զբաղվում, բայց եթե հետաքրքիր է ձեզ ինչ-որ մի հատ ոլորտ, հա, որպես խորհուրդ, այսպես ասած, որ կարող եք այդ ոլորտի ցանկացած կողմից մոտենալ ու կհասնեք վերջը այն կետին, որ կետը որ ձերն է, հա, այսպես ասած, մենք ունեցել ենք նաև HR Լիլիթ Մանուկյանի հետ խոսակցություն, ու այնտեղ խոսում էինք անալիզների այն մեթոդներից, որ մարդը պետք է ինքն իրան ճանաչի, հասկանա իրանը որն է, այսինքն sense որ համադրում ենք, ստացվում է դու քո ուզած ոլորտին ինչ որ կողմից մոտեցի, հետո դու քոնը այդ ամեն ինչի արդյունքում գտնես։ Իսկ Գայանե ջան, եղել է ձեզ համար ինչ որ մի հատ influencer ոլորտային կամ ինչ-որ մարդ, որը ձեզ vocation չել է կամ ուզեցել եք նմանվել, ուզեցել եք իր հետքերով գնալ, լավ իմաստով նմանվել, այսինքն ոչ թե անել են ինչ-որ ինքանում, այլ իր հաջողությունները ձեզ համար եղել են ինչ-որ մի հատ sense հետաքրքիր կետ, որին կուզենայիք դուք էլ հասնել կամ ճանապարհը կամ արժեքները, արժե համակարգը կամ ընկերություն, եթե այդպեսին եղել է, թե ավելի շատ առաջնորդվել եք ձեր երազանքներով, ունեցել եք երազանք, այդ է եղել ձեր համար այն պրոյեկտը, որին ուզեցել եք ձգտեք։ Իմ կյանքում ճիշտն ասած այդպիսի կանանց կերպարներ կան տարբեր, ովքեր ումով ես հիացել եմ միշտ դեռ փոքր տարիքից ու հետո արդեն աշխատանքի մեջ շատ են այդպիսի մարդիկ եղել, միշտ լավ, խելացի, կիրթ, զարգացած եւ կյանքի նկատմամբ ոնց ասեմ, այսպես շատ հետաքրքիր մոտեցում ունեցող մարդկանց շատ եմ հանդիպել, դրանով բախտավոր եմ իրոք, կնշեմ ամենակարևորը, հա, աշխատանքային, հա, միջավայրում ինչպես եմ կայացել եւ որն է օրինակ հանդիսացել, հենց մեր համահիմնադիրներից Զարա Ինգիլիզյանը, ով հայ է ազգությամբ, ապրում է Նյու Յորքում երկար տարիներ, շատ փոքր տարիքում է տեղափոխվել, բայց երբ որ ես առաջին անգամ հնարավորություն ունեցա հանդիպել իրեն, իմ համար շատ հետաքրքիր բացահայտում էր, որ մարդը շատ փոքր տարիքից Հայաստանից տեղափոխվելով ինչպես է կարողացել եւ իր ընտանիքն է, հա, մեծ դեր խաղացել, որ պահպանել է ինքնությունը, հայկականությունը, բայց այդ ամենին զուգահեռ ինտեգրվել է մոդեռն, հա, աշխարհի կյանքին, մասնագիտությանը եւ նաեւ որպես հաջողակ կնոջ կերպար, ինձ շատ ոգեշնչել է եւ առիթ ենք ունեցել մենք ամբողջ թիմով, ոչ միայն ես, այլ Digital Pomegranate Գյումրիի թիմով առիթ ենք ունեցել բազմիցս իր հետ աշխատելու, ոչ շատ առօրյա աշխատանքային, այլ ուղղակի լսելու, շփվելու, հանդիպելու եւ աճելու հնարավորություն ենք ունեցել, կարծում եմ Զարայի կերպարը ինձ համար նաև խորհրդանշական էր, որ ես կարողացա իմ ճանապարհին շատ երիտասարդ տարիքում, 20 տարեկանում եմ հանդիպել իմ գործընկերներին, նաև կայացման ճանապարհին ինձ շատ օգնել է։ Շատ հետաքրքիր ձև պատասխանեցիր ու բերեցիր մյուս իմ հարցը քո պատասխանից, որ տես խոսում ենք արժեքներից, որ արժեքներ, հայապահպանությունը որպես արժեք, իսկ հաջողության հասած մարդիկ ունեն որոշակի արժեքներ, արժե համակարգ, որը էլի մեր հյուրերից մեկի հետ քննարկում էինք վերջերս, որ ունենք այսպիսի մի արտահայտություն, որ եկել է մեր մոտ դրսից ու հիմա դրա ոնց ասած շատ ենք օգտագործում իրան տեղին, անտեղին, դա բանն է, որ ասում են ճակերտավոր, հա, ռուսերեն ասված, ինչի որ լիչնովը только բիզնես, ու այդ չարաշահում են համ բիզնեսում, համ անձնական կյանքում, համ գործնական, համ ընկերային հարաբերությունում եւ այլն։ Ինձ հետաքրքիր է
այդ արժե համակարգի այն հիմնական ֆունդամենտալ կետերը, որոնք են քո համար, որոնք որ իմ կարծիքով մարդը ունի ինչ-որ ֆունդամենտալ արժեքներ, որոնք որ կլինի բիզնեսում կարող է ինչ-որ բաներ տարբերվում են անձնական կյանքից կամ ընկերական հարաբերություններից, դու գործնական կյանքում կարող է քո գործընկերոջ հետ հարաբերվես ինչ-որ մի ձև կամ ինչ-որ մի պահի ինչ-որ action անես, որը որ չէ իրանի ընկերոջ հետ հասկանալ է, բայց այն ֆունդամենտալ արժե համակարգը հիմնական այն կետերը, որը որ քո համար այդ արժեքներն են, որից այս կողմ կամ այն կողմ արդեն մարդկային արժեքներն են շեղվում ու դուրս։ Ինձ թվում է աշխատանքում, պրոֆեսիոնալ կյանքում, անձնական կյանքում, ընկերների հետ հարաբերությունում, երեխա ծնող հարաբերություններում, ինձ թվում է այդ արժե համակարգը մեկն է եւ կայուն է, այսինքն անկախ նայած դու ընտանիքի մեջ ես, թե աշխատանքի մեջ ես, եթե դու այդպիսին ես եւ այդ արժեքներն ես հետեւում, դա որպես այդպիսին չի փոխվում։ Ճիշտ նշեցիք, բնական է, երբ որ տարբերվում է բիզնեսի կյանքում հնարավոր է դու ինչ-որ բաներից պիտի դուրս գաս կամ փորձես ինչ-որ բաներ ավելի քիչ անես, քանի որ դա աշխատանքային հարաբերություններ, բայց հիմնային արժեքները իհարկե նույնն են։ Ինձ համար ամենակարևորը մարդկանց մեջ եւ աշխատանքի եւ բոլոր ոլորտներում թափանցիկությունն է։ Ես պարզ մարդ եմ, չեմ սիրում բարթացնել ոչ մի բան, ստեղծել ավելորդ շերտեր անպետք եւ ամեն հա, չեմ սիրում, ես սիրում եմ պարզ, թափանցիկ եւ մեր աշխատանքի մեջ էլ մենք սիրում ենք ուղիղ խոսք, պարզ թափանցիկություն բոլոր մարդիկ մեզ հետ աշխատող, հա, եւ թիմում եւ առհասարակ ինձ հետ առնչվող գիտեմ, որ իրենց պարզ հասարակ հնչեցրած կարևոր խոսքը շատ ավելի արժեքավոր է, քան երբ որ ստեղծում են բարդության ինչ-որ աստիճաններ, արհեստական շերտեր, որը որ փչացնում է ամեն ինչ, հա, հարաբերությունները, աշխատանքը, մթնոլորտը։ Պարզությունը, թափանցիկությունը ամենակարևորն է։ Հաջորդիվ իհարկե, երբ որ մարդը չի կորցնում իր մարդկային արժեքները, կլինի թե դա աշխատանք, մենք բոլորս միմյանց մասին հոգում ենք, մենք բոլորս գիտենք մեր ընտանիքներին, հա, մեր ընկերներին, այսինքն հատկապես Գյումրիում լինելով, չմոռանանք, որ սա շատ համայնքային մշակույթ է, հա, ես որպես միջմշակութային հաղորդակցության մասնագետ միշտ անդրադառնում եմ այդ հարցին, երևանյան ընկերությունները, համեմատելիս մարզային ընկերությունները, առաջին երբ որ մեզ հարցում են ոնց հաջողության հասակա, մարզում իհարկանում շատ դժվար է 10 քանի տարուց ավել, հա 12-13 տարի ստեղ ենք աշխատել ու կայուն մնալ, պիտի հասկանանք, որ սա կոլեկտիվ մշակույթով ապրող համայնք է եւ երբ որ դու չես ենթարկում այդ կոլեկտիվի կանոններին, կոլեկտիվ կոչված, այսինքն մեկը բոլորի համար, հա այդ սանդղակներից դուրս ես գալիս ու սկսում ես քո առաջնորդությունը, քո այդ ինդիվիդուալնեսը մյուս բոլորի վրայով անցնելով առաջ տանել, դու չես ընդունվի համայնքի կողմից եւ կոլեկտիվի կողմից, պետք է ճկուն լինես, որ այդ ամեն ինչը խմորես նաեւ քո եսի հետ զուգահեռ նաեւ մյուս բոլորի մասին մտածես։ Իսկ մենթալիտետի առումով այդ դեպքում կարող ես ուշել մի փոքր, չնայած մենք ենք Գյումրիում գործունեություն ծավալում, գոլեգաներ ենք, բնականաբար ես ունեմ իմ պատկերացումները, այդ իմ հնչեցած հարցի իմ պատասխանը, բայց ինձ հետաքրքրում է քո պատասխանը։ Գյումրիում մենթալիտետի առումով որ հիմնական կետերը կնշես, որոնք որ ոչ թե ասեմ խանգարում են կամ վատն են, այլ տարբերվում են ու դրանց վրա աշխատելու տեղ կա, այսպես ասեմ, որպեսզի բիզնեսը, մանավանդ տեխնոլոգիական ընկերությունները կարողանան ավելի հեշտ, ավելի թեթև, ավելի լավ առաջ գնալ, ավելի լավ տեմպով ու դրան խանգարող այդ մենտալիտետի այդ կետերը, որոնք են ըստ քեզ։ Ես կարող եմ նշել, որ Գյումրիում հստակ արտահայտված է մարդկանց ձեռնարկատիրական ջիղը եւ բոլորը թեկուզ աշխատելով գործատուի մոտ, հա ինչ որ չգիտեմ, գրասենյակային այդ գործատու ստանդարտ հարաբերությունների մեջ շատ շատերը փորձում են միշտ ցույց տալ, որ ամեն դեպքում իրանք ձեռնարկատիրական ջիղ ունեն ու եթե գործատուն չի օգտվում դրանից եւ փորձում է ճնշել, հա, խուսափել, որ թիմի անդամները կարող են իրենց կարծիք ունենալ, իրենց ուղղությամբ փորձեն առաջ տանել եւ չի կարողանում գրագետ ձևով կառավարել այդ երևույթները, դա տանում է ձախողումների ու մենք ունեցել ենք նման դեպքեր եւ նաեւ պիտի հաշվի առնել մարդկանց մշակութային բեքգրաունդը, հա, իրանց որտեղից են իրանք գալիս, ինչ խնդիրներ ունեն իրենք, ինչպիսի անձնային, հա, միջանձնային բախումներ հնարավոր են, այսինքն թիմակիցներին շատ մոտիկից եւ իրանց մշակութային տեսանկյունից է պետք մոտիկից ծանոթանել, որովհետեւ
Ես ձեզ ասեմ, մեր այս տարիների փորձի արդյունքում մենք հասկացել ենք, որ բոլոր հմտությունները հնարավոր է մարդկանց սովորեցնել։ Եթե մարդը չի տիրապետում ինչ-որ տեխնոլոգիայի, շատ արագ ժամկետում հնարավոր է ցանկության դեպքում այդ մարդուն դա ուսուցանել։ Եթե մարդը չգիտի ինչ-որ լեզու, ռուսերեն, անգլերեն, ինքը ցանկության դեպքում շատ արագ կարող է դա սովորել։ Հնարավոր չէ փոխել մարդկանց բնավորությունը, տեսակը, իրենց վերաբերմունքը, հա, այդ ոնց ասեմ, մշակույթը, հա, այսինքն մարդու տեսակը շատ ավելի դժվար է վերափոխելու, վերապատրաստել, քան օրինակ, եթե ինչ-որ տեխնոլոգիաներ չգիտի, բայց պիտի սովորի։ Այսինքն այստեղ մի հատ sense բան ասեմ, կներեք, ուրեմն մենք երկուսս էլ ունենք թիմ, ունենք աշխատակիցներ ու ասենց բոլորին ասեմ, հա, բաց խոսում ենք, քննարկում ենք, իմ կարծիքով ստեղ եթե չգիտի ինչ-որ մի բան, ինքը կարող է դա սովորի։ Խնդիրը այն, որ ինքը, այսինքն եկանք այն եզրակացության, որ ավելի ամենակարևորը որ ուզի սովորի։ Այսինքն եթե չուզի սովորի, այ դա արդեն ինչ է։ Մոտիվացիայի պակաս է, բնավորություն։ Այո, նշանակում է, որ եւ ձախողվում է, այո, մենք ձախողվել ենք, որ չենք կարողացել իրեն մոտիվացնել, չենք տվել այն մշակույթ, այն միջավայրը, որտեղ ինքը հասկանար, որ ուր է տանելու իրան այդ ճանապարհը, հա, եթե մի բան սովորի, ուր է գնալու, հաջորդիվ ինչ է լինելու, եւ բայց կարող եմ նշել, որ շատ շատերս մեր թիմում էլ նկատում ենք առհասարակ մարզի բնակիչները Հայաստանի մարզային, մարդիկ ոնց ասի շատ ավելի ձեռնարկատեր են ու այդ ջիղը պետք է զարգացնել տալ որ այդ product-ը կամ պրոյեկտը որ դու մշակում ես սա քոնն է դու կարող ես բերել քո արժեքը քո value-ն ստեղծել իր վրա դու անընդհատ փորձես իրան լավացնել բայց բնականաբար ընկերություններ պիտի կարողանա դա ոնց ասեմ դարձնի փոխշահավետ որովհետեւ մարդը հետաքրքրված լինի որովհետեւ այն որ ասում է ուրիշի գործի համար ոչ մեկ իրան չի կոտորելու պիտի այդ փոխադարձ նաև շնորհակալության բանը զգա քո աշխատակիցը քո թիմակիցը մենք Երբ մեր վեբկայքի համար բաներ էինք մշակում, հա, այսպես մարքեթինգային ինչ-որ մեսեջներ, թե ինչ է պետք տեղ հասցնել, մի հատ շատ հետաքրքիր նախադասության եկանք, որ ասում է եկեք աշխատեք, չգիտեմ, work for us, հա, անգլերեն մեզ համար աշխատեք, ու մենք հասկացանք, որ մենք չենք փնտրում մարդիկ, ովքեր մեզ համար կաշխատեն, մեզ հետ կաշխատեն ու այսինքն կուզենան իրանք միասին այդ գործը անել։ Ու այստեղ անգլերեն լավ է հնչում շատ, չգիտեմ ոնց ասեմ հայերեն, անկեղծորեն ownership գաղափարը ոնց սեփականատիրոջ զգացողությունը, հա։ Ունենք կներեք, այստեղ մի հետաքրքիր բան, որը այս վերջերս տենց խոսակցություններ կար, ունենք sense հետաքրքիր position անգլերենով ինքը հնչում է product owner, հայերենում դրա ճիշտ թարգմանությունը չունենք, որովհետև հա Երևի թե owner այս դեպքում նկատի ունենք initiator, հա, որ մարդ, որը որ կհամարի, որ ինքնա տեր պատասխանատու նաև, ու ստեղ sense հերթով իջնում է բոլորը, ովքեր աշխատում են product-ի վրա, իմ հաջորդ հարցը հենց դրան է վերաբերվում, մարտահրավերները, Գայանե ջան, որտեվ այդ հաջողությունները ամեն ինչը իմ հիմնական բաղկացուցիչ մասը մարտահրավերներն են, որովհետև բոլորս էլ գիտենք, որ ճանապարհը, որը մի անգամ բոլորն անցել են նույն ձև անցնելուց, ոչ մի արժեք չի ստեղծվում, ոչ մի value չկա, այսինքն պետքա լինի product-ում կամ ընդհանրապես workflow-ում ինչ որ մարտահրավեր, հա, որը որ մենք պիտի հաղթահարենք կլինի դա տեխնոլոգիական, օրինակ խոսենք տեխնոլոգիականից, հա, որ կարողանանք դա հաղթահարել, ստեղծել մի product, որը կտա հավելյալ արժեք, մարդիկ դրանից կօգտվեն ու իմ սիրած բառերից կմոնետիզացնենք այդ ամեն ինչը։ Հիմա Այս մասին եմ ուզում խոսալ, տեխնոլոգիական ընկերություններում բավականին շատ մենք բախվում ենք մարտահրավերներին կապված հենց նորարարությունների հետ։ Նոր տեխնոլոգիաներ, այդ տեխնոլոգիաները կիրառելու համար աշխատակիցներ ընտրել, սովորեցնել։ Օրինակ ես կարող եմ մի փոքր պատմել ձեր պատասխանից հետո մենք ոնց ենք արել, ոնց ենք այս հարցին մոտեցել, փորձել լուծել, կուզեի իմանալ digital pomegranate-ում դուք ոնց եք մոտենում այդ հարցին, որ ունենք նորարարության product-ում նորարարություն բերելու տեխնոլոգիական առումով մարտահրավեր քայլ, ոնց ասում են ձեր քայլերը։ Այո, իհարկե տեսեք, նախ ասեմ, որ միանշանակ չի ընդունվում, երբ որ նորարարությունը գալիս է ոչ թիմի ամենաներքևի կորիզից, այլ գալիս է վերևից, հատկապես մարզի
մարդիկ Հայաստանում ցանկացած նոր բան ընդունում են առաջինը ոչով, փշերով եւ բավական երկար ժամանակ է պետք լինում, հա թե ղեկավարությանը, թե, չգիտեմ, ավագ անդամներին թիմի համոզել մյուսներին, որ եթե մենք այսքան ժամանակ սա արել ենք այսպես, հիմա արդեն եկել ենք այն համոզմանը, որ պիտի անենք լրիվ հակառակ կերպով։ Առաջին հերթին ընկերությունը, management-ը, upper management կոչվածը հիմնադիրները, հա, այն մարդիկ, ովքեր որ տանում են առաջ, պիտի սովորեն ճիշտ ժամանակին ասել ոչ։ Ճիշտ ժամանակին ասել ոչ այն տեխնոլոգիային, որը չի աշխատում ու շատ քիչ հույսեր կա իր այդ։ Ասել ոչ այն մարդկանց, ում հետ իրանք անդադ փորձում են ձևավորել հարաբերություններ, բայց չի ստացվում։ Ասել ոչ 5 գրասենյակին, չգիտեմ, 5 օֆիսին, ինչ-որ գույքին, 5 կահույքին, որ մտածում ես կարող է ծառայի քեզ չէ տանել է լինում, բայց ժամանակին ասել ոչ։ Մենք սա ենք սովորել ու մեր համար ցավոտ դեպքերի վրա ենք սովորել, երբ որ մենք ինչ որ մարդկանց չենք կարողացել ժամանակին ասել ոչ, հույս ունենալով, որ միգուցե կստացվի, it will work out, հա, մտածել ենք, որ okay, կստացվի, մի քիչ էլ փորձենք։ Նույն տեխնոլոգիան, երբ որ մենք 2017 թվականին մեր շատ երկար փայփայած cross platform լեզվին ոչ էինք ասում, մեր համար դա հավասար էր կործանման ու նոր լեզու էինք վերցրել, չգիտեմ, մի կերպ համոզում ենք մեր ծրագրավորողներին, որ սա էլ կաշխատի, սա էլ է պետք անել, բայց մեր տեխնիկական ուժեղ կորիզ թիմով եւ մեր տեխնիկական ղեկավարի հետ, Թոդի հետ կարողացանք այդ ոչը ասել շատ ցավոտ ձևով ու բերել արդեն այդ նորությունը, որը այդ ժամանակ նույնիսկ Երևանում չէր օգտագործվում։ 2-3 տարի հետո այդ տեխնոլոգիան սկսեց ինչ որ այն ասած թռիչքաձև աճել, հա, ու տարածվել ու մենք արդեն այնքան մեզ հարմարավետ էինք զգում այդ դիրքերում, որ մենք պրոյեկտներ ունեինք անթիվան համար, այդ ժամանակ դեռ զբաղվում էինք outsourcing-ով, outstaffing-ով չենք հասցնում։ Մենք միշտ այդ ժամանակ ունեցել ենք ավելի շատ պատվիրատուներ, քան որ կարողանում ենք հասցնել։ Այսինքն բանաձևը մեզ համար եւ դա ես նաեւ սեփականաշնորհել եմ իմ անձնական, հա, ճանապարհի մեջ, ժամանակին կարողանում ես ասել ոչ, մոռանալով որ կարող է դա մի քիչ ոնց մի քիչ որ աշխատեմ կարող է ինքը այո դառնա, դա չի լինելու, եթե ներսից ինստինկտը ասում է որ դա չի աշխատելու, պետք է ուղղակի մի հատ հետ նստել, տալ այդ ժամանակը քեզ, ասել ոչ ու գնալ առաջ։ Մենք այդպես ենք առաջնորդվել։ Okay, Flutter-ի մասով հասկացա cross platform ասվածից ու գիտեմ որ դուք օգտագործում եք TCO-ում մենք էլ բոլոր app mobile app-երի համար օգտագործում ենք Flutter, ի սկզբանե որոշել ենք այդպես, որովհետև ինքը լրիվ համապատասխանում էր կոնկրետ այս օրինակի դեպքում մեր պահանջներին ու ինչ մենք TCO-ում ոնց մոտեցանք այս հարցին, այս մասով ուրեմն մենք գիտես ինչ արեցինք Գայանե ջան 2017 թվականներ, չէ 18 երևի, այն ժամանակ եթե կհիշես մենք ունեինք բոլորս ունեինք այդ խնդիրը, մի position լրացնելու համար ասենք կարող 100 հարցազրույց անեիր, 100 հոգու, 100 անգամ, բայց մի հոգի ընտրվեր կամ չէ, կամ այդ position-ը ընդհանրապես չլրանար։ Սա բերում էր լիքը ժամանակի կորուստ, էներգիայի կորուստ եւ այլն։ Կադրերի հարցը լուրջ էր։ Մենք այդ ժամանակ դասընթացներ սկսեցինք Երևանում ու հետո այդ բերեցինք նաեւ Գյումրի։ Իմաստը այն էր, որ մենք հավաքենք մարդկանց, ովքեր որ հետաքրքրված են, ուզում են, այսպես ասած ադբոր անենք, սովորեցնենք այն տեխնոլոգիաները այն ձևով, որով որ մենք ենք օգտագործում, դասավանդողները հենց սկզբից մեր աշխատակիցներն են, սենյորներից, թիմ լիդներից եւ այլն, ու դա բերեց այն արդյունքին, որ ինչ որ X պայի TCO-ի ընդհանուր աշխատակազմի 30-ից 40%-ը արդեն մեր ուսանողներն էին, մեկը նոր էր ավարտել, մեկը արդեն 3 տարի ավարտել էր ու այդ ժամանակ դե բնականաբար դու մի քիչ երկարատև որ մտածում ես որ քայլեր ես անում որտեղ 5 տարի հետո արդյունք տա շատ ուրախացա որ այդ մարդիկ ունեին համ տեխնոլոգիական առումով կոդ գրելու ձևից սկսած մինչև այն տեխնոլոգիաները որը տիրապետում են ու համ էլ կորպորատիվ մշակույթի առումով որովհետև մեր մոտ էին առաջի քայլերն արել լսարանը մենք սարքել էինք այսպես բան ապակուց ու ծրագրավորների սենյակները դա open source-եր ու էլի ապակուց։ Մեկը մյուսին տեսնում էին գործի մեջ, այն մյուսին սովորելու ընթացքում ու այնքան մերված էին իր հետ, որ այդ կորպորատիվ մշակույթը շատ հետաքրքիր ստացվեց ու դասախոսն էլ որ ասենք օրինակ ինքը ավարտելուց հետո գալի մտնում է պրոյեկտի մեջ, որի լիդը իր դասախոսն է եղել, ընդհանրապես այն որ սա հարցը HR-ը այն որ
մի անկյունում կանգնած ուրախանում էր, այսպես ասած, ու շատ հետաքրքիր ստացվեց։ Ու քո ասածի հետ եմ շատ համաձայն, այդ ոչ ասելը էլի պետք է ասեմ մարդկանց, մեր IT-շնիկներին, ծրագրավորողներին, գոլեգաներին, որ այո, ժողովուրդ ջան, ժամանակ առ ժամանակ ընկերությունը տարբեր պատճառներից ելնելով փոփոխություններ է իրականացնում ու փոփոխությունների հետ պետքա գնա նաև թիմը։ Այո։ Եթե թիմը չի կարողանում գնալ այդ փոփոխություններին, ու չեմ ասում պետքա մենեջերը գա մի օր ասի վсё փոխում ենք ու առանց բացատրել, առանց նախաբանների, բան պետք է ժամանակը տալ եւ այլն, բայց այդ փոփոխությունները պետք են բոլորիս ու այդ փոփոխություններով պետքա կարողանանք բոլորս էլ առաջնորդվել ու այստեղ հետաքրքիր բան մոտիվացիան ոնց ենք պահում մոտիվացիան, ոնց եք դուք պահում ու ոնց եք անում, որ այդ փոփոխությունները մարդիկ գնան օրինակ մոտիվացված կամ այնքան մոտիվացված լինեն, որ իրանք առաջարկեն, ասենք օրինակ գան ասեն, այս ինչ կտոր, այս տեսեք արդեն արել եմ, տեսեք ինչ լավ է ստացվել։ Մի հատ նայեք, եթե ամեն ինչ օքեյնի, կարանք կիրառենք, այս մոտիվացիային ոնց ասնենք։ Ճիշտն ասած, մոտիվացիայի առումով իհարկե այդ work-life balance կոչվածին կարելի է անդրադառնալ, ֆինանսական տեսանկյունից կարելի է անդրադառնալ, բայց մարդիկ իրենց ներսից իրանք հասկանում են այդ պրոյեկտը, այդ ընկերությունը, այդ միջավայրը նա է ինչ որ իրենց առաջ է տանում, թե այսինքն մարդը, թիմակիցը ինչ որ մի բան պիտի տեսնի այդտեղ, դա թե կլինի միջավայրը, թե կլինեն ընկերները։ Ես ձեզ դեպք ասեմ, որ մենք անդադար փորձել ենք մի մասնագետի բերել մեր թիմ ու անընդհատ բենեֆիտներ առաջարկելով մենք զգացել ենք, հասկացել ենք, որ իրական մենք շատ ավելին ենք առաջարկում, քան ինքը այդ պահին ունի, բայց հենց ընկերների համար եւ միջավայրի համար ինքը անդադար մեզ մերժել է, հա, օրինակ։ Հիմա եթե ձեզ թվում է, որ այն մյուս ընկերությունը շատ լուրջ ռազմավարությամբ պահում է իր մասնագետին, դա այդպես չի։ Մարդը ուղղակի ունի իր արժեհամակարգը, որ իր համար իր կյանքում ամենակարևոր այդ պահին օրինակ ընկերներն են ու ինքը չի ուզում այդ միջավայրից հրաժարվել, նույնիսկ բարձր աշխատավարձի, ավելի լավ պայմաններ, ավելի շատ ազատ օրերի, ճամփորդելու հնարավորության, կրթության հնարավորության համար այդ պահին իր գերակա, հա, արժանինքը, որի համար ինքը մնում է այլ տեղում, դա է։ Ու նաև երևի ձեր մոդել է եղել դեպքեր, երբ որ ունեք օրինակ թիմում 10 հոգի, օրինակ ինչ որ մի պրոյեկտի վրա, բոլորի հետ դուք աշխատում եք նույն ձև։ Կեսը մոտիվացված են, կեսը չէ։ Այսինքն ընկերությունը չի դնում, հա, ընտրում, սպասի ես իրան մոտիվացնեմ, իրան մոտիվացնեմ։ Այսինքն ընդհանուր համակարգ է դնում։ Հա, այսինքն դու դնում ես մի հատ բան, որը որ քո տեսակի, քո առաջնահերթությունների արտահայտումն է, եւ ովքեր որ դրա մեջ իրենց գտնում են ճանապարհ, մոտիվացիա, իրենց համարում են մշակութորեն համապատասխան, իրանք քեզ հետ քայլում են։ Ում հետ է հեշտ աշխատել Գայանե ջան, այն մարդու ով ընտրում է իր այս պահին կամ աշխատավայրը տեղափոխվել թե չէ, այդ արժեհամակարգով ընկերները ստեղ են, արդեն արգին ժամանակ ստեղ եմ աշխատում եւ այլն, թե այն մարդու ով դնում է ուղակի սենց գծեր, աշխատավարձը, բենեֆիտները, պրոյեկտը ու մնացածը էական չի։ Ճիշտն ասած, երկու տեսակի հետ էլ եւ կան խնդիրներ, հա, եւ կան առավելություններ։ Այն մարդը, ով որ օրինակ ավելի շատ մտածում է միջավայրի մասին, հա, շրջապատի, ոնց այդ կոլեկտիվ մշակույթը մնում է, ուզենք թե չուզենք, դա այդպես է, եւ շատ դժվար է մարդկանց ինդիվիդուալնեսը այդ միջավայրում զարգացնել, հա, դու քո համար ինչ ես ուզում, արդյոք սա այն ճանապարհն է, որ դու ուզում ես գնաս, մյուս բոլորը դա չեն անում, բայց ոնց որ դու պիտի, հա, դուրս գաս այդ ուղուց, ամեն մարդու հետ պիտի իր լեզուն գտնել, էլի ոնց ասեցի, շատ կարևոր է թե մարդը ինչ բեքգրաունդից է գալիս, ինչ խնդիրներ ունի մարդը։ Մարդիկ կան, որ օրինակ շատ ծանր ընտանեկան հոգս ունեն, օրինակ, ու գործատուն առհասարակ դրանից տեղյակ չի։ Դու չես կարող այդ մարդու կարիքները բոլորը փակել ու իրան ապահովել ինչ-որ մի հատ մոտիվացված վիճակի բերել, քանի դեռ դու չգիտես, թե իր խնդիրները որտեղից են գալիս։ Ու սա այն մասին չի, որ վայ ես իմանամ ինքը ինչ ունի, ինչ առավ, ինչ ա ուզում ձեռք բերի, ուր ա ուզում տեղափոխվի, չէ, այլ իր հիմնային, թեկուզ նաև միջանձնային խնդիրները, հա, միգուցե ինքը հետաքրքրասիրությունների պակաս ունի, միգուցե ինքը հետաքրքրվում է մի հատ ուղղությամբ,
ուղղությամբ, որը որ Գյումրիում շատ դժվար է գտնելը, ու այդ մարդուն օրինակ ճամփորդություն է պետք, որ ինքը բացվի, կամ չգիտեմ, մարդը սիրում է, որ անպայման իր միջավայրի մարդիկ լինեն իր ընկերները, մարդ կա, որ ինքը սիրում է մենակ աշխատել եւ սովորաբար չի ընկերանում, բայց դա չի նշանակում, որ ինքը վատ թիմակից է, մինչեւ դու մարդուն իրոք ներսից չես ճանաչում, չես կարողանում իրան մոտիվացնել ու առաջարկել այն ինչի կարիքը ինքը ունի, շատ տարբեր են մարդիկ, թվում է 20 տարեկան, 22 տարեկան, հա չգիտեմ, նոր ավարտած եւ այլն բանակից նոր վերադարձած, իրանց ամբողջ կյանքը բան պիտի դնեն աշխատանքի մեջ, բայց հետո մի քիչ խորանում ես, որ տեսնում ես մարդիկ ինչ խնդիրների են բախվում իրանց առօրյա կյանքում, ինչ խնդիրներ պիտի իրանք հաղթահարեն ժամի 7-ից հետո, երբ որ գնում են տուն կամ առավոտյան որ գալիս են, նոր դու կամաց արդեն հասկանում ես այդ մարդկանց դիրքը, ինչի համար իրանք այդպես վերաբերում, հա, աշխատանքին, ինձ թվում է քո թիմակիցներին խորապես ճանաչելը նոր հնարավորություն է տալիս ճիշտ մոտիվացիայի ուղի ընտրել։ Այսինքն HR-ներ ջան, մենք ընդհանուր համակարգեր ենք դնում, հա, բենեֆիտներ եւ այլն թիմում, փորձում ենք աշխատել, մոտիվացնել, բայց HR-ը պետքա կարողանա իմանալ այդ ամեն ինչը ու մեզ օգնել կանխել խնդիրները։ Դա հոգեբանություն է եւ մշակույթ է։ Դա հոգեբանություն եւ մշակույթ է։ Հա, ու մեկ էլ այդ որ տնօրենները միշտ ամեն ինչ չգիտեն, այդ էլ հա, ասենք որ նորմալ է։ Այո։ Ու պետք չի թերագնահատել ոչ մեկի աշխատանքը, ոչ էլ գերագնահատել, դրա համար միջին եւ մեծ կազմակերպություններում կան հաստիկներ, որոնք որ պատասխանատու են հենց այդ մասով, օրինակ հավաքագրողը հավաքագրման համար, HR-ը ընթացիկ տանելու առաջ, իմանալու մարդկանց խնդիրները, օգնելու մեզ կանխարգելել մոտիվացիայի անկումը կամ մոտիվացնել անհատական վերաբերմունքով եւ այլն։ Իսկ աշխատակիցներ ընտրելը, հա, այդ նույն հավաքագրման process-ը։ Ես որ արծազույցներ եմ անում մեր ընկերության համար, հարցերից մեկը հետեւյալն է, աշխատակցին ապագա, դու որ փոխում ես քո աշխատավայրը։ Ունես մտքումդ ինչ որ գոնե top 3 ինչ որ կետեր, չէ, որ այս սա պատկերացնում ես, որ ուրիշ է լինելու նոր աշխատավայրում։ Հիմա հակառակ ուղղությունից դու որ աշխատակցի հետ հարցազրույց ես անում, այդ top 3 կետերը, որ ամենակարևորն են քո համար, որ ասենք այն ֆունդամենտալ արժեքներ են ու դրանց չլինելու դեպքում նույնիսկ տեխնոլոգիա ու տեխնիկապես ուժեղ մասնակիցը տեղ չունի ձեր մոտ, որոնք են։ Մենք առաջարկում ենք անսահմանափակ աճի հնարավորություններ ու երբ որ մենք տեսնում ենք, որ դիմող մասնակիցը ձգտում է դրան ու իր համար դա ամենակարևորն է, չենք սիրում տառակեր մարդկանց, այն որ բա իմ աշխատանքի մեջ այսքանը մտնում է, բա ես օրինակ եթե այսպես մի ժամ ավել կամ եթե ես այսքան կոդը գրեմ, բա այս մյուս հատվածը կարող է այնպես լինի, որ ես եմ անելու, այդ տառակերությամբ տառապող մարդկանց չենք սիրում, մենք սիրում ենք այնպիսի միջավայրում ենք, որ բոլորը ուղղակի, այսպես ասած, պատրաստ աշխատում են, որ ուղղությամբ ինչ պետք լինի ու շատ զուգորդվում է սա սովորելով։ Այսինքն մարդը պիտի հասկանա, որ ինչ որ կետում, եթե իր հմտությունները պակասեն, ինքը պիտի ձգտի աճի։ Այն մարդիկ, ովքեր մեզ ասում են, չգիտեմ, ես դա պատրաստ եմ սովորելու, պատրաստ եմ աճելու, այդ մարդկանց հետ մենք ամենալավն ենք լեզու գտնում։ Իսկ հակառակը, օրինակ մեր մոտ չեմ կարող չասել, որ տենց դեպքեր պատահաբար կարող է լինել։ Մարդու վրա դրած պարտականություններից սկսել է ինքը ավել անել, չի նկատել կազմակերպությունը, որ դա ինչ-որ չափն անցել է կամ, չգիտեմ, փոխարինողական գալիս դեռ չի գտել, հակառակը, հա, եթե մարդը տառակերություն չի անում ու ասում է դառնում է abuse օրինակ։ Այ ոնց է լինում, որ դառնում է դրա զոհը։ Այո։ Այդ դեպքում ոնց անենք, որ ոնց ամենք համ դուք ոնց անենք, որ զոհ չդառնա դրան մարդը, չափի մեջ լինի դա։ Այո, մենեջմենթը պիտի անդադար հետևի այդ ամեն ինչին, ոչ թե միկրոմենեջմենտ անելու, հա, տեսակից, այլ ինքը պիտի խորապես իմանա, թե մարդիկ ինչով են զբաղված ու իրենց էներգիան որտեղ են դնում, որպեսզի կարողանա նաև ըստ արժանվույն գնահատի այդ արժեք ստեղծող մարդկանց։ Շատ դեպքերում մենեջմենթը անում է իր աշխատանքը ինչ-որ upper level ու օրինակ, չգիտեմ, շատ հեռու է մնում այդ process-ներից ու զարգացումներից։ Այդ տիպի մենեջմենթը մեր դեպքում չի աշխատում։ Մենք միշտ շատ մոտ կանգնած ենք այդ աշխատանքին
կողքին մենք մեզ պահում ենք QA-ների, end user-ի, client-ի հետ հաղորդակցություն վարողի այն ամենամոտ մարդկանց նման, հա, որ աշխատելու են այդ product-ի վրա, որ տալու են այդ արդյունքը ու շատ մոտիկից նկատում ենք, թե այդ էներգիան ու ուժը ու աշխատանքը ամենաշատ ով է, հա, դնում է թիմի մեջ ու որ ինքը արդեն ինչ-որ կետից սկսել է ավելին անել, քան իրանից պահանջվում էր։ Դա իհարկե փորձառություն է պահանջում, ես չեմ բացառում, որ հնարավոր է տարիների ընթացքում մեր մոտ էլ եղել են մարդիկ, ովքեր որ շատ ավելին արել են ու իրանց զգացել են թերարժևորված կամ չգնահատված, բայց ես ոնց որ սկզբում մեր զրույցի ես ասի, որ մեզ մոտ պարզությունը եւ թափանցիկությունը ամենախրախուսվող արժեքն է, այդ նույն թեկուզ այն մարդիկ, ովքեր որ կզգան, որ միգուցե իրանց abuse է անում, հա, ընկերությունը, ինչ որ ձևով ինքը գնահատված չի, իրանք ազատորեն այդ մասին կարող են խոսել մեզ հետ։ Ոնց որ ես եմ միշտ ասում, upper level, այո։ Սկզբանը։ Սկզբանը ամենաբարձր level-ի, հա, մեր, չգիտեմ, ղեկավար անձնակազմը այն մարդիկ են, ովքեր որ, չգիտեմ, մենք առօրյա շփվում ենք մեր աշխատակիցների հետ, մենք հեռու չենք այդ process-ներից, շատ մոտ եւ շատ ավելի ներգրաված ենք երևի, քան պետք էր, ու հետեւաբար մեր գործընկերները խնդիր չունեն իրանց խնդրի մասին բարձրաձայնելու։ Այսինքն Այսպես էլի, հա, բոլոր, նո մենակ IT ոլորտին չի վերաբերում, կարծում եմ որ բոլորին է ուղղված։ Ընտանիքում էլ է դա այդպես։ Եթե կա խնդիր, մի թողեք, որ այդ խնդիրը մեծ ծավալների հասնի, հետո նոր բարձրաձայնեք, որովհետև այդ ժամանակ մեծ համար էլ լուծելը ավելի բարդ է։ Իսկ երբ որ խնդիրը դեռ նոր է սկսվում ու իր չափերը փոքր են, փոքր խնդիրը լուծելը, նո այսպես ասած քաղցկեղի պես ինքը բան է, հա, ինչքան մեծանում է տարածվում է, հետո դրա դեմ առնելը շատ ու նույնը վերաբերում է նաև կազմակերպության մեջ միջանձնային հարաբերություններին, հա, երբ որ խնձորի պարկի մեջ մի հատ փչացած խնձոր է լինում, բոլորին սենց բան անում, հա, իսկ երբ որ փորձում ենք առողջ պահել բոլոր խնձորները, մեր ընդհանուր գործն է դրանից շահում։ Գայանե ջան, ես գիտեմ, որ Forbes-ի հայ կանանց մասին ՏՏ-ում հայկանանց մասին անդրադարձող հոդված եք ունեցել ձեր ընկերության մասին ու նաև գիտեմ, որ 22 թվականին ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված ծրագրի եք մասնակցել, այս տենց հերթական ինչ որ փուլեր, հա, կարիերայից կուզեմ մի փոքր դրանց մասին պատմեք, դրանց կարևորությունը ձեր համար ու ընդհանրապես նմանատիպ ծրագրերին մասնակցելու կարևորությունը որպես էլի տեխնոլոգիական ընկերություն ու որպես կին տեխնոլոգիական աշխարհում։ Սիրով շատ ոգևորող կետեր են, ես նախ ասեմ մի հատ ծրագիր կար, որի մասին ես լսեցի Գյումրիում շատ լավ ու կայացած կնոջից, որին շատ ոգևորեց, այդ ծրագիրը Google-ն էր ստեղծել, շարք էր կանանց աղջիկների համար, որ կոչվում է I am remarkable, եթե թարգմանենք ես ոնց ասեմ նշանակալի եմ կամ ընդգծված եմ, հա, եթե թարգմանենք, հիմա Google-ը այդ շարքը ստեղծել էր նրա համար, որ ուսումնասիրելով աղջիկների կանանց հոգեբանությունը, մենք սովորաբար դժվարանում ենք մեր հաջողությունների մասին խոսել եւ ամաչվում ենք նաեւ խոսել։ Օրինակ, եթե լինի հանդիպում, տղամարդիկ հավաքված լինեն, ասենք մեկը մտնում է, ասում է, ես ինչ CTO-ն եմ, ես CEO-ն եմ, ես այս ղեկավարն եմ, ես այս վարչության պետն եմ, ես այս նախարարն եմ, աղջիկները իրենց նույնիսկ պաշտոնը ներկայացնելուց ավելի ոնց որ քաշվում են, ասած ես այս ինչ բանի ղեկավարն եմ ու այդ հանդիպումների շարքը ինձ օգնեց հասկանալ, որ ձեռքբերումների մասին իրականում խոսել պետք է, որովհետև ինչքան մենք մնում ենք ստվերում, ինչքան մենք մեր մասին չենք խոսում ու դա թող չհնչի, ոնց ասեմ, այն որ անդադար դու քեզանով պարծենում ես, չէ, երբ որ կան փաստեր, ինքնագովեստական կետեր, որին դու հասել ես եւ այդ ձեռքբերումները քեզ համար արժեքավոր են, պիտի խոսել դրա մասին։ Այդպիսին էր եւ Forbes-ի ամսագրում մեր մասին հոդվածը, որը ուսումնասիրել էր ՏՏ ոլորտում միայն իմ մասին չէր, իհարկե մի քանի կանանց մասին, ովքեր աշխատել էին ՏՏ ոլորտում գրանցել էին հաջողություններ, ղեկավար պաշտոններում էին աշխատում ու հատկապես ռեգիոնալ զարգացման համար, որովհետև մարզում լինել առաջնորդ կին ղեկավար, դա շատ ավելի դժվար ինչ որ կերպ ճանապարհ է հասնելու, քան օրինակ եթե դու լինես
Մայրաքաղաքում ավելի շատ հնարավորություն մեջ կամ արևմտյան ինչ որ ավելի կուլտուրայի մեջ, որտեղ դա ավելի ընկալելի եւ ընդունելի է։ Չնայած ես ձեզ ասեմ, հայկական IT ոլորտը շատ առողջ եւ լավ ոլորտ է կանանց համար զարգանալու եւ աճելու եւ քանի որ մենք այսպայն 50-50 հավասարակշռություն ունենք սերերի, դա մեր ընկերությունում եղել է դեռ ամենաառաջի օրվանից, նույնիսկ ավելի շատ ունենք, որոնք արդեն ասոցացվում են կանանց հետ։ Ու չես պատկերացնում, որ օրինակ HR, օրինակ recruiter, օրինակ ինչու՞ չէ project manager, մեծամասամբ կա մեր մոտ աղջիկներ։ Կան ուժեղ եւ թույլ կողմեր, որոնք պիտի զարգացնել հա մարդկանց մեջ ու ուզում եմ ասել, որ այս ձեռքբերումները, որ նշեցիք, շատ շնորհակալ եմ ձեզանից, որ նշում եք եւ ուզում եմ ասել, որ ինձ համար շատ երկար ճանապարհ է եղել, որ ես կարողացել եմ դրանց մասին շատ ոնց որ խոսել, ես ինքս ինձ ներկայացնել։ Որ իմանա թվում նաեւ ես ուսումնասիրելով տեսնեմ, հա, որ ընդգծվի այդ ամեն ինչը ու դրանց կարևորությունը դեսպանատան ծրագիրը հատկապես նշեմ Forbes-ում դե բնականաբար ես մի անգամ առիթ ունեցա ճիշտ ասած շատ ինչ որ վարչական չեմ ուզում մանրամասներ բացեմ բայց այդ հանդիպման շրջանակներում ասել որ մեր մասին Forbes-ում են գրել ու այդ պահին բոլոր այդ մարդիկ շատ sense կարծրատիպերով նայեցին թե այս աղջիկը եկել է ինքնագովազդով զբաղվի հա մեր մասին Forbes-ում են գրել բայց դա իրականությունն է գրվեց հոդվածը երկու օրինակով հա տարբեր հրապարակումներ եղան եւ շատ տարածվեց եւ բոլորը տեղեկացան որ Digital Pomegranate-ը նաեւ խոշոր բաժնետերից կին է նաեւ Զարային Գիլիզյանը եւ ես ղեկավարում եմ Գյումրիում հա մեր գլխավոր գրասենյակ քանի որ սա հայկական ընկերություն է սա մեր headquarter-ն է հա հակառակ տարբերակն է որ Ամերիկայում եւ Լոնդոնում մենք մասնաճյուղեր ունենք եւ հայկական մեր Գյումրիի գրասենյակն է մեր գլխավոր գրասենյակը իսկ ԱՄՆ դեսպանատան ծրագիրը IVLP է կոչվում International Visitor Leadership Program դա միակ ծրագիրն է ԱՄՆ դեսպանատուն շատ ունի նմանատիպ կրթական, մշակութային եւ փոխանակման հա ծրագրեր, բայց դա միակն է, որին դու չես կարող դիմել ուղակի, հա, քեզ ուղակի ընտրում են մի օր, զանգում է քեզ համապատասխան բաժինը, որը որ առաջադրել է ու շատ անակնկալ կերպով ասում է, որ մենք ուզում ենք առաջադրել քո տեխնացությունը, իրականում վերջում Վաշինգտոնում ընտրելու են քեզ, բայց մեր առաջնորդած, հա, առաջադրած տեխնացուն դու ես շատ խորհրդանշական հաստատ վստահ եմ խոսելու ենք ընտանիք աշխատանք բալանսից ես այդ ժամանակ փոքրիկիս հետ 2 ամսական էր տղաս հիվանդանոցում էինք առողջական խնդիրներ ունեինք ու զանգում են ինձ դեսպանատնից ու ասում են որ մենք ուզում ենք որ ու մի քանի ամիս հետո հա ասում ենք կարող ենք խոսել որտեղ եք ձեզ հարմար է Իվանում ես հիմա չգիտեմ այդ դեսպանատան աշխատակցին ոնց ասեմ որ այդ մարդկանց մասում դա մի քիչ ավելի հեշտ է բայց ընդհանրապես հա էլ հա մի հատ լավ միտք առաջացավ այս ոդքասթում կարելի է տակը sense մտքերից իջվելով sense highlight անել երբ որ գալիս է հնարավորությունը մի դուք ոնց որ ավելի բարձր ձեզ դրեք բոլորը հա մենք այդքան հնարավորությունը պետքա այդ պայն հարմար չի չգիտեմ հարմարացրամ մի բան այլ կարող է քեզ մեծ բան են առաջարկում որը շատ քեզ հետաքրքիր է ու այս մասը ճկունության զգացողն է որ դու մամա դերից sense կարող ես արագ որ ճտիկով դառնալ ինչ որ sense IT-ին դե արի խոսենք այդ մասին հա որ եկա խոսակցությունը դրան Գայանե ջան work life balance-ը օրինակ մեր համար հա ցանկացած մարդու համար բարելա մենք հասկանում ենք նախ ես այդ արտահայտությունը սկսենք ընդեղից ոչ եմ սիրում որովհետև work life balance որ ասում ենք նշանակում է որ աշխատանքի ու կյանքի բալանս այսինքն ինչի աշխատանքի ժամանակ չենք ապրում դի աշխատենք հետո դուրս գանք ապրենք աշխատանքի ու ապրելու բալանսը որն է բայց ամեն դեպքում կա այդ արտահայտությունը ու կան կնոջ համար ով ունի ընտանիք երեխաներ այդ time management-ը ոնց է օրինակ դու իրականացնում ոնց է բաշխում ու ոնց է ստացվում որ լավ է ստացվում համընդեղ առաջինը որ ճիշտ նշեցիք չկա այդ բալանսը իրականում չկան կատարյալ օրեր պիտի ուղղակի դա հասկանաս չկա կատարյալ օր որ այդ օրվա մեջ դու կարող ես լինել կատարյալ աշխատավայրում եւ կատարյալ տանը Ես չեմ ունենում կատարյալ օրեր, ես ուզում եմ գոնե ունենամ լիարժեք օրեր կամ աշխատավայրում, հա, կամ որոշ օրեր ընտանիքում։ Այսինքն ինչ-որ ձև բաշխել եմ ինձ համար, շաբաթ կիրակի օրերին, եթե ես լինում եմ տանը, աշխատում եմ օրինակ հանդիպումների չմիանալ, չնայած որ դրա կարիքը հնարավոր է լինի։ Իսկ եթե կներես էլի
ասենք այս վերջերս տենց խոսակցություն եղավ ինձ շատ հարազատ մարդկանցից մեկի հետ, ով որ շատ բարձր position-ի է ոչ IT ոլորտում, բայց որպես project manager ու դու նստած ես, հանդիպել ես ընտանիքի անդամների ու այլ մարդկանց հետ կամ մեծ ընտանիքի տենց շրջապատում, ֆիլմ եք դիտում կամ ինչ-որ բան։ Նամակները, որոնք որ գալիս են, նայում ես թե չէ։ Ես նայում եմ, ես չեմ կարող չնայել։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր որ քո, նու կարող է շատ հարազատ մարդիկ հասկանում են դա, բայց կարող է եւ մարդ լինի, ոնց է դրան նայում, հա, եթե մարդ կա, որը որ կարող է պայդակ մտածի ինքը քո համար այդքան էլ կարևոր չի, որ դու րոպեն մեկ նայում ես եկած նամակին, եթե չլինեինք երկուսս էլ ամուսնացած, օրինակը կբերեի ենթադրենք ժամադրության եք, հա, ու ասենք ինչ անես այդ բարակայում, նամակը գալի, նայում ես ուշադրություն տա շեղվում, չես նայում կարող է նենց մի հատ նամակար, հետո կարող է պարզվի, որ շատ նենց մի հատ կարևոր բան է տեղի ունեցել ընկերությունում ու քո անհրաժեշտությունը կար, որ դու հենց այդ բանին դի պատասխանեիր։ Ինձ թվում է, եթե քո շրջապատում այնպիսի մարդիկ են, ում որ դու բացատրես ու իրենք կհասկանան, ուրեմն պետք է այդ մարդկանց բացատրել, բայց եթե այնպիսի մարդիկ են, որ ուղղակի կարծիքը պիտի կազմեն ու սկսեն քեզ ուրիշ ձևով վերաբերվել, հա, որ չի կարևորում ընտանիքը, զբաղված է մենակ իր աշխատանքով եւ այլն, այդ մարդկանց պետք է չի բացատրել։ Իսկ հեչեղել է, որ այնքան ասենց գրվես կողքից ասենք արդեն բան անեն։ Ասեն դե բան եմ ասում։ Իսկ եղել որ ասես ինչ որ բանին հա, հետո չհիշես ինչ են հարցրել։ Հա, իհարկե։ Շատ ալինում բեքգրաունդում նույնիսկ կարող է չլսեմ ինչ հարցրեցին, ուղղակի պատասխանեմ, երեխաները շատ նեղվում են, իրականում լինում է այդպիսի օրեր, որ ես աշխատանքից տուն եմ գնացել իբր տանն եմ, բայց ինչ որ ձևով հատկապես հաշվի առնելով, որ IT-ն հիմնականում աշխատում է դրսի շուկայի հետ, հա 100%-ով էքսպորտ են, այն որ իրանք այդ ամերիկյան գործընկերները ուրիշ time zone-ում նստած մարդիկ մեղավոր չեն, էլի որ քո մոտ արդեն գիշերը 9-ն է, բայց իհարկե մենք փորձում ենք սահմանել այդ բանը ու մեր գործընկերները դրսում էլ շատ ոնց ասեմ, սենց կիրթ ու զարգացած մարդիկ են, ովքեր իրոք հասկանում են, որ եթե դու տանն ես, դու քո երեխայի հետ ես, չես կարողանալու ֆոկուսից հա կտրվես ընտանիքից, բայց էլի եմ ասում, չկան լիարժեք օր, ես է կարողա մեր QA-ներից մեկը ամուսնացել էր այս վերջերս, միշտ հումոր էինք անում, ինքը միշտ երեկոյան ժամերին հանդիպումներ ունի, միշտ հումոր էինք անում, ասում ենք կարող է հարսանիքի ուղղակի լեփթոփդ վերցնես, իջնես ներքև, մի հատ միտինգի կպնես, հա։ Հարսանիքին ինքան են արել։ Հա, դա կա, ես եղել եմ, որ հեռախոսով ու լեփթոփով գնացել եմ ինչ-որ քաղաքից դուրս, որովհետև պիտի ֆիզիկապես լինեի այնտեղ, բայց ունեի մի ժամանոց հանդիպում կամ մեքենայի մեջ եմ նստել այդ հանդիպումը արել, որ հնարավոր չի չանել։ Այսինքն ուղղակի պիտի հասկանալ, որ բալանս կոչված չկա այդ բալանսը։ Ուղղակի փորձում ես լիարժեք եւ բավարար չափով գոհունակ ժամանակ ստանալ քո ամուսնու, երեխաների, հա ծնողների հետ ու հետո չափսոսալ դրա։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, տես, այս ֆորմատը, օրինակ մարդկանց հետ եմ հանդիպում, զրուցում, որոնց հետ չի պատահում, ասենք օրինակ ես գալիս եմ Գյումրի ավելի շատ վիկենդներին, դու վիկենդներին ասենք օրինակ օֆիսում չես կամ եթե այնպես է ստացվում որ օֆիսում ես դու քո աշխատանքով ես զբաղված ես իմ աշխատանքով եմ զբաղված հիմա տես շփում պլյուս աշխատանք պլյուս ինչ որ հետաքրքիր հարցերի քննարկում ու այդ ամեն ինչը կարևոր է անես հաճույքով հիմա օրինակ ես ոդքասթը շարք ես ոդքասթների դրա վառ ապացույցն է իմ պատկերացում, բայց կան տեսեք, հիմա ես համաշխատում եմ, որովհետև գործնական հարց ենք քննարկում, շփվում ենք, networking ենք անում, համ բնականաբար այս ամեն ինչը օգտակար է նաև հեռուստադիտողին, մեր լսարանին ու եւս մեկ անգամ հիշեցնում ենք բոլորս մեր գործունեության մասին, մեր մասին, բայց այդ ամեն ինչով հանդերձ նաեւ նստած զրուցում ենք, այսինքն եթե դուք սիրում եք ձեր աշխատանքը ու սիրում եք այն մարդկանց, ում հետ որ դուք աշխատում եք, այ օրինակ որ ասում են, ասենք, չգիտեմ, կարող է շատ երկար լինես օֆիսում, մարդկանց մոտ այնց հետաքրքիր հարց ծագի, դու չես ձանձրանում, քան ժամանակ լինելու օֆիսում, կամ այդքան նստելու, այսպես ասած, կոմպի դեմը կամ շփվելու նույն մարդկանց հետ, չէ, ժողովուրդ, եթե այդ մարդկանց դու սիրում ես, այդ մարդիկ քո ոչ թե դու հատնտիր մարդիկ են, ում հետ որ դու սիրում ես շփվել, ժամանակ անցկացնել, հետաքրքիր է, գործը սիրում ես, այսինքն կապ չունի շաբաթա թե կիրակի, եթե ես մտածում եմ այս խնդրին ոնց մոտենամ, ոնց լուծեմ այս խնդիրը, նշ չի որ կիրակի օրը չի կարա իմ մոտ միտք գա, որ այսպես մի հատ փորձի, ու ես այդ ժամանակ ես չփորձեմ, կարող է հաջորդ օրը էլ չստացվի, դրա համար մեր աշխատանքը այդպիսին է ու շինարարը կարող է
պետքա գնա շինարարություն վարանի, իսկ մեր մոտ միտքը պետքա միշտ լինի, եթե դու իհարկե ուզում ես հասնես մեծ հաջողությունների ու ուզում ես այնպես անել, որ քո կազմակերպությունը միշտ այն որ նորարարությունների վրա պուլսը պահի, դու պիտի միշտ միացրած լինես, այսպես ասած, միջեր ծեր հետ։ Ու շատ կարևոր է, որ քո կողքի ընտանիքի անդամները, երեխաները, կինը, հա, ամուսինը, իրանք կիսում են այդ հետաքրքրությունները քեզ հետ։ Իրանք կարող է չլինեն IT ոլորտից, բայց որպես ձեռնարկատեր, հա, օրինակ ամուսինս ձեռնարկատվությամբ է զբաղվում, ու ինքը շատ ավելի խորքից է հասկանում, որ կարող է օրինակ օֆիսում, չգիտեմ, գիշերը սիգնալիզացիան միանա ու ես պիտի կարողանամ հասնել գրասենյակ կամ ինչ-որ տեղից ջուր կաթա կամ ինչ-որ վերանորոգման շրջանում ժամի 7-ին հնարավոր չի վերջացնելու ենք 10-ին, շատ ավելի լավ ինքը դա կհասկանա, քան եթե օրինակ ես փորձեի ինչ-որ անցորդ մեկին բացատրել, թե ես ինչի համար չեմ կարողանում ամեն օր նույն ժամի վերջացնել ու գալ աշխատանքի։ Այսինքն նաև այն մարդկանց, ում որ դու ընտրել ես քեզ համար որպես կողակից, հարազատներ, հա, թեկուզ ծնողների հետ էլ չէ, որ ժամանակ ինչքան քիչ է, բայց պիտի փորձել բացատրել ու ընտրել այդ մարդկանց քո նեղ շրջանակում, որ իրանք կիսեն քո հետաքրքրությունները, հետաքրքրվեն քո աշխատանքով, նույնիսկ եթե ոլորտից չեն, ու քեզ support անեն, հա, այդ ամբողջ ճանապարհին քեզ support անեն։ Դրա համար ես կնոջս հանդիպել եմ TCO-ում ու ոնց որ full հետաքրքրությունները կիսում ենք, ինքը մարքեթինգով է զբաղվում։ Դա հեշտ ճանապարհն է, դա հեշտ ճանապարհն է, եկեք համաձայնենք, որ ես ծրագրավորող եմ ու ոնց որ ծրագրավորողները որ շատ են ասում, շատ հալարկոտ մարդիկ լավ ծրագրավորող են լինում, որովհետև ընտրում են հեշտ ճանապարհը, ես երկար մտածում եմ ոնց անեմ, որ օրինակ շատ հետաքրքիր է, որ միշտ այս work life balance-ի մասին կանանց են հարցնում, մամա դերը ղեկավարների հետ, բայց պապաներին չեն հարցնում։ Բայց եկեք նույնն է, որովհետև պապաների տոն չկա գայել։ Ով են պապաները։ Հիմա կարդեն։ Ինչ էի ուզում ասել, տղամարդկանց վրա էլ ընտանիքում հսկայական բեռ կա դրված։ Պետք չի միայն ոնց որ հասարակության մեջ, վայ, այս աղջիկը ճաշ է փում, տունն է մաքրում, չէ, հետնել աշխատում է երեխեքի իր վրա։ Պապաները պետքա զբաղվեն, չգիտեմ, վերանորոգմամբ, ֆինանսականը բնականաբար ապահովում են, չգիտեմ, այնտեղ մեքենան է փչանում անում են, այսինքն հավասարապես երկու սեռի վրա շատ ծանր առաջ տանելու գործ կա դրա, չէ՞։ Հիմա մենք ֆեմինիզմով հասել ենք այդ հավասարությանը, որ կանայք էլ տղամարդկանց հավասար աշխատում են, բայց պետք չի պապաների դերը այդքան ստվեր։ Դե իրականում ինձ շատ հետաքրքիր օրինակ այդ զբաղված պապաներն էլ ոնց են հասցնում, էլի, ոնց են գլոբալ ասած նայեք, տես Գայանե ջան, այդ ֆեմինիզմը կամ ժամանակին Ամերիկայում կար սևեր սպիտակների, հա, այդ բանը միշտ երբ որ մի կողմը սկսում է շատ շահվել, մյուս կողմը իջնում է մյուս կողմի դերը ու նույնը այստեղ է հիմա մենք խոսում ենք կանանց դերը շատ ուրախ եմ ու շատ ուրախ կլինեմ եթե այնքան առաջ կարողանանք գնալ որ բոլոր ոլորտներում զբաղվածությունը կանանց ավելի շատ լինի քան տղամարդկանց ոչ թե իմաստով տղամարդիկ չաշխատեն բայց այլ հասնենք այդ արդյունքին իսկ ոնց են տղամարդիկ անում չգիտեմ ինչ որ հետաքրքիր բան կա որ նու երևի մուլտիթասքինգն է կարող է չգիտեմ տղամարդկանց նու սենց ասեմ մոտիվացիան է որովհետև հա այդ ինչ որ մի պահի գալիս է որ դու ուզում ես նաև սա ապահովել ընտանիքին նա ու սենց քո մոտիվացիան այդ ուղղությամբ է այսքան խոսեցինք տեխնոլոգիաներից իսկ սենց հարց կիսա ոնց որ չլինող բայց ինչ եթե ոչ ինչ ոլորտ եթե ոչ տեխնոլոգիաներ Կայանեն որտեղ կլիներ, եթե չլիներ IT-ում։ Ես IT-ին ընտրել եմ կամ ինձ IT-ին ընտրել է, երբ որ ես դեռ 15-20 տարեկան էի, հա, երրորդ կուրսում, հիմա չեմ էլ պատկերացնում, մասնագիտություն չեմ կարող նշել, իրականում իրոք չեմ պատկերացնում, չեմ կարող ասում։ Իսկ հետաքրքրություն կա, հոբի, որը կարող էր քեզ բերել գումար։ Հա, ես ոնց ասեցի, լրագրության մեջ եմ եղել, հեռուստատեսության շատ փոքր տարիքից storytelling կոչված երևույթը իմն է ու ես առասարակ պատմող մարդ եմ, հա, ես թվում է ես ինչ էլ որ անեի, ես լինելու էի կամ լրագրության կամ հանրային կապերի, այն ինչը իրանից ենթադրում է շփում մարդկային բնական, storytelling, writing, հա, պատմություններ պատմել, լսել, գրել, վիդեոներ ստեղծել, ժամանակակից, հա,
եթե համարենք copywriter, content manager։ Նման, այսինքն այն ինչը որ քեզանից պիտի տան, ես շատ սիրում եմ շփվել, այսինքն մարդկային շփումները, այդ པարզ զրույցները, դրանք ինձ էներգիա են տալիս։ Դրանք են իմ ոգեշնչման էներգիայի աղբյուրը։ Այսինքն եթե իմ աշխատանքը լիներ այնպիսին, որ ես շփումներ չունենայի, առհասարակ եւ ավելի հակառակը, հա, հեռանայի այդ շփումներից ու պետք լիներ առանձնանալ, որպեսզի ես կարողանայի աշխատել, ես հաստատ նման աշխատանքի մեջ չէի կարող լինել։ Նույնն էլ որ IT-ի մեջ ես շատ հանգիստ կարող էի սովորել coding, բայց ես մի տող կոդ չեմ գրել ես իմ կյանքի պատմության արդյունքում, որովհետև դա ես համարում եմ ավելի մեկուսի աշխատանք, ոնց որ երբ որ դու տրամադրվում ես, մտածում ես այդ լոգիկան, ես ընտրել եմ այն մասը, որը որ անդադար շփումներ է պահանջում։ Ես ում հանրային կապերի մեջ կլինեի ամեն դեպքում։ Ինչի կա այսպես հարցա, ու որպես առաջնորդ, որպես ղեկավար position-ի մարդիկ կամ քո թիմի անդամները կա ինչ որ մի բան, որի մասին նու այսպես ասած, ինչ որ մի բան քո մասին, որը չգիտեն։ Հետաքրքիր ինչ որ շատ թեթև մի բան, որ առաջինը մտքիդ կգա։ Հա։ Ճիշտն ասած, ես որ բոլորին ասում եմ, որ ես կարողանում եմ լավ պատրաստել, չեն հավատում։ Երևի դա ստերեոտիպ է, որ անդադ աշխատանքի մեջ զբաղված կինը, որ մի հատ էլ պետք է երեխաների հոգս ունի, դժվար կարողանա խոհանոցում շատ ոնց որ լավ պատրաստել, հա։ Ես շատ սիրում եմ խոհանոցը, ամուսնուցս շատ բան եմ սովորել խոհանոցում, որովհետև ինքը շատ լավ է պատրաստում, հա, շատ ավելի լավ է անում, քան ես։ Այս մեր համատեղ կյանքի ընթացքում այդ իրահամտությունները վերցրել եմ ու շատ հարմարավետ եմ ինձ զգում խոհանոցում, ճիշտն ասած, շատ սիրում եմ ընտանեկան ճաշեր պատրաստել, երևի կողքից որ իմանում են, իրոք իմ կերպարի մեջ չեն պատկերացնում, որ ես կարողանամ դա չեն հավատում, որ ասում եմ ես եմ պատրաստել կամ բան։ Երևի դա ու նաև կնշեմ team building անեք, Կանե ջան, մենք արել ենք այդ բան, հա, պատրաստել։ Այո։ Եվ նաև ինչ որ առումով ես ամաչկոտ մարդ եմ, այտենց կարողա չզգան կողքից, հա, որովհետև աշխատանքը պարտադրում է որ բան, բայց ես նույնիսկ ամաչում եմ իմ ոնց ասի ձեռքբերումների մասին խոսեմ, անդադար բարձրաձայնեմ, թեկուզ ընտանեկան միջավայրում, ինչ որ հարազատների, բարեկամների մեջ, մինչև ինձ հետ շատ մոտ շփում չունենան, հնարավոր է չիմանան ես ինչ position ունեմ, ինչով եմ զբաղված, հա, ինչքան զբաղված եմ ու ամբողջ կյանքում ինչքան էլ շատ օրինակ հանդիպումներ ունենալ կամ չգիտեմ public speech-ն էլ, հա, մարդիկ կան, որոնց մոտ լավ է, մարդիկ կան, որոնք որ կարողանում են դա անել, բայց ամեն անգամ հանրության առաջ ելնելուց ունեն այդ բանը, հա, ու այդ բնավորության գիծը, ու իմ կարծիքով դա լավ բնավորության գիծ է, որովհետև պարտավորեցնում է պատրաստվել ամեն ինչից առաջ։ Երբ որ դու ամաչկոտ չես, հա, քեզ թվում է, թե դու հեսա հանդիպմանը կմտնես սենց սախ քսես տեղը, բայց չէ, երբ որ պատրաստված ես լինում, շատ ավելի ուժեղ է, հա, ստացվում էֆեկտը։ Okay, իսկ որպես վերջին հարց, նորություններ, սպասվող ինչ ունենք ձեր ընկերությունում, ինչ նորություններ եք սպասում, ինչի վրա եք աշխատում, ինչը որ իհարկե կոնֆիդենցիալ չի։ Իհարկե, սիրով մի քանի տարի առաջ ոչ ենք ասել outsourcing-ին ու outstaffing-ին եւ դա մեզ բերել է լրիվ նոր հարթություն, ընկերությունը սկսել է մշակել սեփական պրոդուկտը ու մենք ռազմավարություն փոխելով, մոտեցումներ, աշխատակազմ, հա, փոխելով դուրս ենք եկել եւ ներկայանում ենք որպես պրոդուկտ զարգացնող ընկերություն։ IT-ում հիմա ամենամեծ տրենդը իհարկե AI-ն է եւ AI-ի ինտեգրումը ամենօրյա աշխատանքի մեջ, AI ոչ թե որ ինքը մի տեղ կա ու կարելի է օգտագործել, այլ այն որ ինքը արդեն սկսում է տեխնոլոգիայի երակներով հոսել։ Հաջորդ քայլը մեր այս պահին, որի վրա աշխատում ենք, low-code, no-code պլատֆորմի ստեղծումն է, ամբողջովին ինտեգրված AI-ով, շատ մանրամասներ չեմ կարող ին մասին ասել, որովհետև մեր գործընկերների հետ ենք աշխատում, մեր համատեղ ընկերություն ունենք Լոնդոնում, աշխատում ենք այդ ընկերության հետ, որպես համահիմնադիրներ, հա, այդ պրոդուկտի low-code, no-code-ի գաղափարը փորձում ենք ինչքան հնարավոր է շատ մարսել, հասկանալ եւ նստեցնել, հա, թիմի մեջ, ինքը շատ տեխնիկական խորելուծում է լինելու, առաջնային նաև ծրագրավորողների համար, բայց ինչու՞ չէ նաև ոչ ծրագրավորողների համար,
Ձեզ ասեմ, այս գաղափարները մեր ընկերության ստեղծման առաջին օրերից եղել են մեր գաղափարախոսության, հա, ու այդ ճանապարհի մեջ, բայց երբեք չենք եղել այն հասուն կետին, որը մեզ թույլ կտալ իրապես հա դառնալ եւ դա անել։ Հիմա շուտով Digital Pomegranate-ը կներկայանա իր low-code, no-code լուծմամբ եւ կարծում եմ դա մեր ընկերությանը կտանի կայուն զարգացման, այս բոլոր վայրիվերումներից, հա, փոփոխություններից, տնտեսական հարավերներից հետո կտանի կայուն աճի եւ զարգացման։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար Գայանե ջան, շատ հետաքրքիր զրույց ունենալու համար, հուսամ շատ մոտ ժամանակներում կունենաք ձեր պրոդուկտը արդեն պատրաստ, մենք էլ կարողանանք ու ոչ միայն մենք օգտագործել, մեծ հաջողություններ եմ մաղթում ու երբ որ այդ պրոդուկտի մասին ավելի շատ կարողանանք խոսել, բարձրաձայնել, հաճույքով եւս մեկ անգամ կուզեմ հանդիպել, արդեն դրա մասին ավելի շատ խոսենք։ Սիրով։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Codecast-ի հերթական թողարկումներ, այսօրվա իմ հյուրներ Գայանեն, Digital Pomegranate ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ Շնորհակալություն։